Բարևձեզ Factor TV հյուրը Քառակուսի կրթական հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն Սմբատ Գոգյանն է, ողջույն, պարոն Գոգյան։ Ողջույն։ Դուք մաթեմատիկա, ֆիզիկայի ոլորտի մասնագետ եք, բայց ես ուզում եմ հարցնել Հայաստանի թիվ 1 թեմայից այս բերն գորնել քննարկումների դա հոգևոր եւ աշխարհիկ իշխանության հարաբերությունների լարումներ մի հետաքրքիր գրառում է կարել դրանից դեռ կասնա, բայց որպես ընդհանրական ինչ եք դուք տեսնում իդեմս այս process-ը, այսպես եկեղեցու պաշտպանության ակցիա, հարցակում եկեղեցու վրա, թե չգիտեմ, փոխադարձ քինախնդրություն, թե պայքար հանուն քրիստոնեության։ Բացի վերջինից բոլորն էլ տեսնում եմ կարելի ասել։ Բացի պայքար հանուն քրիստոնեության բոլոր բաղադրիչներն էլ կան ձեր։ Իսկ եթե բնութագրեք մեկ բառով կամ մի քանի բառերով, պայքար, ինչի համար։ Մի բառը ասեցի, եկեք անցնենք առաջ։ Հա։ Լավ, անցնենք առաջ։ Քրիստոնեությունը մարդկանց սովորեցրեց ներս նայել, մեղքը փնտրել սեփական հոգում, ժամանակակից մեդիան սովորեցնում է մեղքը փնտրել ուրիշների մեջ, առաքյալներին փոխարինում են ինֆլուենսերներ, աղոթքներին, մեկնաբանություններ, ու այս բարգայում պետք է ավելի ձիգ բռնվեն քրիստոնեական արժեքներից, որ դրանք չկորցնեն։ Գրել եք դուք, ինչու է պետք ձիգ բռնել քրիստոնեական արժեքներից այս տեխնոլոգիական դարում։ Երբ որ 2004-5 թվականին ես ասպիրանտուրայում էի սովորում Երևանի պետական մաթեմատիկայի ինստիտուտում, գիտությունների ակադեմիայի, փիլիսոփայության առարկա էինք անցնում եւ դասախոսը, կարծես Վարդազարյանն էր ազգանունը, մի հարց տվեց. սկզբում պտղաբերության աստծուն են հորինել, որպեսզի սկսեն բերք հավաքել, թե հակառակը բերք են սկսել հավաքել ու որպեսզի բերքը լավ լինի, այդպես ոնց որ պտղաբերության աստված են հորինել, ստեղծել Բնականաբար մեծ մասը պատասխանեցին, որ սկզբում սկսել են բերք հավաքել այդ process-ը հետո նոր ես էլ մտածելով դե հարցը դժվար թե այդքան ակնհայտ բան լիներ առանց հասկանալու հիմնավորում ինչի ասացի մյուս պատասխանը դասախոսը կեցես Սմբատ ճիշտ ես հասկացել խնդրի էությունը բան մինչդեռ ես խնդրի էությունը բացարձակ չէի հասկացել ու մեկնաբանությունը իր մոտարապես հետևյալն էր 20 տարուց ավել անցել է միգուցե այտենց լավ չհիշեմ որ որպեսզի մարդիկ սկսեին հավաքել բերքը այսինքն որպեսզի իրենց մտքով անցներ որ եկեք տանենք ծառ տնկենք ուրիշ տեղից բույսը տանենք տեղափոխենք իրանց պետք էր դրա հիմնավորումը դրա արդարացումը ու դրա համար այդ բազմաստվածություն են ժամանակներ էր ամեն մի նպատակը իրագործելու համար պետք էր ոնց որ դրա բանը հաստատում է, էլի, դաբրո որ ասում են, այդ դա ունենալ դրա համար կարիք ունեին այդպիսի համակարգեր ստեղծելու, որպեսզի իրագործեին, պետք է հասկանանք, որ երբ որ առաջին դարում քրիստոնեությունը որպես ուսմունք կրոն, այդպես այդ process-ը սկսվեց, դրանից մինչև էդ էլ կար շատ այդպես մարդաբանական պայքարի մտքի Արիստոտելի մոտ էլ կա ստրուկի, տիրոջ, հարաբերություններ, այդ ամեն ինչը որպեսզի լուծում գտնվի սոցիումը ինչպիսին պետք է լինի, գաղափարներ, նորմեր այդ ամեն ինչը ձևավորվում էր ու ցանկացած կրոն այդ տարածաշրջանում այդ ժամանակաշրջանում եղած համապատասխան լուծում ա եղել, որպեսզի հարաբերությունների կարգավորելու, այսինքն եթե ասենք պայմանական քրիստոնեությունը չլիներ, որ սիրիր մերձավորիդ, կարող է մարդակերությունը հիմա ամբողջ աշխարհում տիրեր որպես սովորական երևույթ, չէ՞, այսինքն նորմեր են ստեղծվել ինքդ քեզ զսպելու, ինքդ քո մեջ նայելու եւ ինչ որ քեզ պրոյեկտելու հասարակության մեջ, այդ լուծումներն են դրա անհրաժեշտությունից եղած առաջացել են այդ ուսմունքները։ Նկատի ունեք մարդը հավատարիմ լինել քրիստոնեության կամ ձիգ պահել, ինչպես գրել եք, մեզ անհրաժեշտ է հասարակական հարաբերությունները բարեկարգելու բարոյականության մասին է այդ ամեն ինչը, այսինքն քրիստոնեության ուսմունքը ինքը ոնց որ իմ ընկալման մեջ ես վերաբերեմ որպես իրոք մտածում եք օրինակ եկեք կոնկրետացնենք Հայաստանյան հանրությունը այսպես իրական ուսմունքի հետևից գնացող քրիստոնյաներ են, թե ավելի շատ մշակութային քրիստոնյաներ են, հիանում են իրենց քրիստոնեական ինքնությամբ, մշակութային կոթողներով, այո, ինչ որ շրջան գնում են եկեղեցիներ, աղոթում են, գալիս են, բայց կյանքում մարդիկ այսպես ինչքանով են ապրում։ Հիմա հարցը դրված է եկեղեցու ներսում, բարձրաստիճան հոգևորական է, ինչքանով են ապրում քրիստոնեությամբ,
Էլ չասած հայաստանյան հանրությունը։ Իսկ ինչու է ենթադրում, թե մեր հանրությունը պիտի ավելի վատ քրիստոնեական արժեքներով առաջնորդվի, քան, ասենք, եկեղեցական վերնախավը կամ քաղաքական վերնախավը։ Մեր հասարակության մեջ կան բազմաթիվ հենց քրիստոնեական ուսմունքը ոչ միայն խոսքով ընդունող, այլ նաև այդ ամեն ինչ ընդունող, դրանով ապրող մարդիկ շատ են։ Մի չի կարելի ուրանալ նրանց, ասել, որ այդպիսի մարդիկ չկան, ու ձևականություն ամեն տեղ կա։ Ամեն ինչում կա ձևականություն։ Այդ ոնց տարանջատել է ձևականությունը եւ իրական, չգիտեմ։ Իսկ ինչ կարիք կա տարանջատել։ Չկա։ Դե օրինակ եթե մարդը ստում է ամբողջ օրը կամ, չգիտեմ, ստել ամենա, այսպես անմեղ բանն եմ էլի ասում, եւ այլն, բայց քրիստոնեական դաս է տալիս օրինակ ձեզ, ինչքանով ոնց եք ընկալում դա, էլի։ Դե 10 պատվիրաններից մեկն էլ մի ստիրն է որպես մեղ, այսինքն անմեղ համարելը։ Ես շնորհալու եւ այլ բաների մասին էլ չասեմ։ Բոլորը համարժեք են, կարծում եմ։ Կրկին իմ ուսանողական տարիներին դասախոսի ազգան Հակոբյան, հիշեցի։ Փիլիսոփայության Իրանը փողով ծախում էր գիրքը, որ զգարք նշանակի, բայց բարոյականություն էլ էին կանցնում։ Ու հետաքրիր բան ասեց վերջին անունը բարոյականություն։ Հա, բարոյագիտություն էին կանցնում ու ասեց, ով որ իմ գիրքը առնի, ես կհամարեմ, որ նա գիրքը կարդացել է եւ միանգամից ստուգարքը կնշանակենք, մյուսները պարտավոր են քննությանը պատրաստվել, ռեֆերատներ, հանձնարարեց 7 ռեֆերատ յուրաքանչյուրի համար, որպեսզի այդ process-ով անցնենք։ Հիմա նա էլ մեր բարոյագիտության դասախոսներ, այսինքն ամեն տեսակ էլ կա, բայց նաեւ ունեցել ենք փայլուն դասախոսներ։ Հոգեբանությունը, տնտեսագիտությունը փայլուն անցել ենք, ամենտեղ էլ ամեն ինչ էլ կա։ Իսկ ժամանակակից մարդը ինչպիսին է, չէ՞ որ յուրաքանչյուրը ունի տեխնոլոգիական նվաճումներին հասանելիություն, հոգեբանական խնդիր ունի, կարող է չգնալ եկեղեցի, հոգեբանին դիմել են որում on-line ինչ-որ մի բաժանորդագրությամբ մի կետիկի սեղմում է, հոգեբանը իրենց առայությունները մատուցում կամ սոցցանցային կյանքը մարդուն փոխում է, հոգեբանությունը փոխում, բայց մարդիկ ընկերախմբով նստած են եւ բոլորը հեռախոսի մեջ են, որովհետեւ հեռախոսի մեջ ավելի հետաքրքիր բաներ կան, քան շրջապատում թվում է, այդպես է թվում, չի նշանակում, որ ժամանակակից մարդու պահանջմունքները փոխվում են եւ նույն քրիստոնեությունը կամ այսպես հասարակական բարիքները չեն հասցնում այդ մարդու պահանջմունքներին համարժեք դառնալ, թե սխալ է իմ եզրակացությունը ամեն դեպքում։ Ճիշտն ասած, սկզբում որ ներկայացրեցիք ինձ գիտնական ֆիզիկոս ասի, կրթության ֆիզիկոս եմ, բայց գիտական աստիճանս մաթեմատիկայից։ Խառն է։ Ոնց որ ինձ թվում էր, թե մի քիչ տեխնոլոգիական բաներից կխոսենք, սոցիումից ես այնքան էլ գլուխ չեմ հանում նրանց հետ հարաբերվելուց, բայց կարող եմ ասել հետեւյալը, հենց քան որ քրիստոնեությունից սկսեցինք, քրիստոնեությունը ինչի ոնց որ որպես ուսմունք այդ ձևավորվեց ու սկսեց առաջ գնալ տարածվել, որ ասում էր մի խափիր, մի ստիր, որտեվ հասկանում էին, որ միմյանց ստելով այնքան էլ հեշտ չի իրար հետ հարաբերվելը։ Միգուցե շատ հեշտ է անհատական, բայց որպես միություն արդեն ամեն ինչ ավելի քաոտիկ է ստացվում ու անկանխատեսելի դու չես կարողանում ինչ որ համակարգային գործողություններ կատարել։ Դրա համար այդ պատվիրանները ամեն չէ, որպեսզի մենք մեզ ինքնազսպման մեխանիզմներ ունենանք, հասկանանք ինչ որ քանի որ այդ բազմաստվածություն ամեն ինչ ոնց որ մարդը իր գործողությունները անելու համար պիտի արդարացնի իր քայլերը, դա ոնց որ այդ փիլիսոփայության դասախոսից վերցրած գիտելիքս որպես այդպես մեկնաբանենք, պիտի ոնց որ կրոնով մենք ասում ենք լավ, ստելը մեղք է, դրա համար պիտի չստենք։ Հիմա որ ասում եք ցանց տեխնոլոգիաները չեն գալիս փոխարինելու ինչ որ իմաստով այդ արժեքային դաշտին։ Այո, քանի որ մեկուսացնում են, իսկ մարդը նաև ոնց որ մարդու գործունեության, այսինքն մարդ օրգանիզմը որ կա, իր գլխավոր մոտիվը անելու որն է։ Ինչքան էլ ուզում է քրիստոնեություն, մահմեդականություն, աթեիզմ, բանը Դարվինի էվոլյուցիոն տեսություն ինչ էլ ընդունենք, գլխավորը մարդը ամեն ինչ անում է հաճույք ստանալու համար, այսինքն ուղեղը, որը նաև հաճույք ընկալողն է, ինքը համակարգում ղեկավարում է, որպեսզի հաճույք ստանա։ Ուրիշ բան,
երբ որ մենք բարոյական դաստիարակություն ենք տալիս, մարդը հաճույք է ստանում լավ բան անելուց։ Այսինքն տեսնում ես տատիկը փողոց չի կարողանում անցնել, մոտենում ես պայուսակը վերցնում ես, օգնում ես, ասում ես, հա, դու լավ բան արեցիր, հիմա ոնց է մի հատ էլ կողքից սելֆի կանեն, Instagram-ի post կպատրաստեն, չէ, որ այդ ամեն ինչ արեցին, դել կողքից արդեն իրանց լավ են զգում։ Այսինքն գլխավոր շարժառիթը հաճույքն է, ուղղակի ամեն մարդու մոտ դա առանձին կարող է լինել։ Մեկի մոտ փառքը, մեկի մոտ բանը սեր վայելելը, մեկի մոտ հայտնի լինելը, այսինքն նայած թե դասերայդ տատիկի օրինակի ինչու բերեցի դպրոցում երբ ԽՍՀՄ-ից եկած այդ գրականությամբ որ սովորում ենք այնտեղ այդ բան պատմված կար որտեղ օգնում է փողոց անցնելը այսինքն դպրոցում ցույց էին տալիս որ դի լավ բան է երբ որ դու այդ լավ բան անում ես դու մտնում ես չէ դի լավ բան է այսինքն ես լավ բան արեցի ու քեզ հաճելի է հիմա երբ որ գալիս է նյութական հեշտ հաճույք ստանալու հնարավորությունները բնականաբար այդ պատնեշ դնել բարոյական գործունեության եւ ուրիշ ձևերի մեջ շատ ավելի դժվարանում է։ Այսինքն դու չես կարող ոնց որ գնամ տատիկին օգնեմ, թե մի հատ հաճելի վիդեո նայեմ հումորային, որը ինձ դուր կգա, ասենք կամ թերթեմ դեռ հաճելի բաներ տեսնեմ։ Բայց նա կարող է լսել հոգեբանի եւ իր հարցերի պատասխանը, օրինակ ստանալ տվյալ անձից, մասնագետից կամ սոցցանցերով դիտել այնպիսի հաղորդումներ, որոնք իրեն կանխեն եկեղեցի գնալ, օրինակ կամ հաղորդակցվելը հոգևորական է, իմ հարցը նաև դրա մասն է, արդյոք տեխնոլոգիաները որոշակիորեն հետ չեն մղում, օրինակ նույն քրիստոնեության անհրաժեշտությունը մարդու կյանքում, ոչ թե ընդհանրապես պետության, այլ մարդու, հա, այն տարական ամենացածր մակարդակում։ Տեխնոլոգիան չեմ կարող ասել, բայց իրար հետ հականիշ մեր Հայաստանի իրականության մեջ կարող եմ ասել, որ մեր եկեղեցին պետք է ավելի ներդաշնակ լինի ժամանակակից աշխարհի հետ։ Ես 2005 թվականին որ Լեհաստան էի գնացել, բանը Հովանես Պողոս II Հռոմի պահն էր մահացել, ու ինքը հենց ազգությամբ լեհ էր, ամբողջ Լեհաստանում տենց սուքեր 5-ներ 4 տարին կարող է խառնեմ, որ տարիներ ու այնտեղ բաներ էլ ինձ հետաքրքրեց այդ ժողովրդական սերը, որ ինք ուներ, մի քիչ հետաքրքրվեցի, գիտեք ոնց էր, որ ասենք Հռոմի Պապին առաջին անգամ մտավ, սկզբում ինտերնետը չէին ընդունում, հետո ինքը դարձավ այն առաջին հոգևորական, որը մեյլ ուղարկեց, այսինքն այս կյանքի նորարարությունները ընդունող բան այդ ամեն ինչը կա ու իրանք փորձում էին այդ ամեն ինչը ավելի մոտ են դառնում մարդկանց, հա? Չէ, ժամանակին համընթացությունը պահում էին։ Հիմա մեր եկեղեցին ես չգիտեմ ինչքանով դա կարողանում է ապահովել դրանով, չէ։ Ես ամեն դեպքում մեր եկեղեցուն կարծում եմ, որ շատ կարևոր մեր երկրի համար կառույց է, պետքա շատ զգույշ լինել ինչպես գովերքելուց, այնպես էլ քննադատելուց։ Ես ինքս մեր բանակի մասին միշտ իմ կուրսեցիների, ընկերների, ուսանողներից միշտ ասենք տարիների ընթացքում լսելով իրանց պատմությունները ինչ որ խնդիրների մասին գիտեի ու երբեք չէի նեղվում դրա մասին բարձրաձայնելուց, նույն ձևի հիմա խնդիրների չեմ նեղվի, բայց այն վիճակում երբ որ համատարած մեղադրանքի մեջ է, ինձ թվում է դա էլ ճիշտ չի, որովհետև դա շատ կարևոր կառույց է մեր համար։ Շատ լավ, տեխնոլոգիական զարգացվածությունը ձեր կարծիքով ժամանակակից մարդու ասեցիք մեկուսացնում է, բայց չէ որ գիտելիքը կամ փորձառությունը ազատ լողալու հնարավորությունը ինֆորմացիայի դաշտում, ինչքան ասես ինֆորմացիա կա եւ միջազգային նաեւ համալսարանական կայքերին, դա մարդուն ինչպես կարող են մեկուսացնել, թվում է դա ինքնազարգացման լայն դաշտ է բացում, հնարավորություններ է բացում, առավել աշխարհը ճանաչելու, չգիտեմ, туриզմը միգուցե այդ մեկուսացման դեմ տրամաբանություն, ասենք, եթե ազատ վիզայի ռեժիմ լինի Հայաստան Եվրամիություն, վստահ եմ մեր քաղաքացիների զգալի մասը կփորձի այդ շանսից օգտվել, կօգտվի կգնա Եվրոպա, բայց ինքը կլինի մեկուսացված, այո, ճիշտ եմ հասկանում։ Չէ, ես շատ կարևորում եմ մշակութային այդ փոխանակությունը, մենք որպես շատ մեծ ժառանգությամբ հոգևոր եւ մշակութային ազգ, որը շատ պարփակված է, ես շատ կարևորում եմ, որպեսզի գնանք ուտեստենք, թե աշխարհում ինչ մշակույթ կա, որտեղ մեզ
մենք շատ աստվածացնում ենք մեր մշակույթը, բայց պիտի հասկանանք, որ համաշխարհայինն էլ շատ մեծ զարգա։ Մենք գիտենք Արամ Խաչատրյանը հայ ու հպարտանում ենք, բայց ասենք քանի հունգարացի կոմպոզիտոր գիտենք, որոնք աշխարհահռչակ են, չէ՞։ Մենք որ անուններ գիտենք, բայց որ հունգարացիա չգիտենք, այդ ընկալումը չկա, ու եթե ոնց որ Facebook-յան գրառումներից հետևում եք, 2 շաբաթ առաջ, երբ որ Դուբայի օդանավակայանում էի, գրել էի, որ այստեղ 3 րոպե լինելով դու աշխարհի բոլոր մշակույթների, կրոնների, ռասայի, սեռի մարդկանց տեսնում ես ու հասկանում ես, թե աշխարհը ինչքան մեծ է։ Այդ խնդիրը մենք կա։ Գալիս է ձեզ մոտ, թե չէ։ Վաղ չէ, բայց դու պետքա տեսնես, որ աշխարհը մեծ է, ու այդ մեծի մեջ դու շատ հնարավորություններ կան։ Երբ որ ես մի քիչ բան է, որ ասում է մանրամասն սիրելու Հայաստան, չէ՞, կարծես Վանոս Իրադեղյանը, ես այդ սկզբունքով եմ ապրում ու մեր երեխաներն էլ ես ու կինս այդ ուղղությամբ շատ ենք դաստիարակում, նրանք ասենք մեծս 9 տարեկանն է, նրանք շատ ավելի շատ տեղ են եղել Հայաստանում, քան թե ես եղել եմ, երբ որ 20-25 տարեկան էի, բնականաբար մեր ժամանակ հնարավորություններ չկար, վարչապետի ասած Սևան գնալը, առաջ Սևան գնալը տենց հեշտ չէր, չէ՞, հիմա այսքան երբ որ երկրում մեքենաների քանակը քիչ է նույնիսկ, չէ՞, հիմա ասենք մեքենա ամեն երկրորդ ընտանիք ունի, կարող է նստել գնա առանց ծախսի։ Իսկ առաջ այդ հնարավորությունները չկա, այսինքն ճամփորդելը հեշտացել է։ Այսինքն լոգիստիկան աշխարհում հեշտացել է։ Իսկ մարդը ինչով է մեկուսանում, այդ ինքնամեկուսացումը զուտ հոգեբանական բան նկատի ունեք, երևույթ որպես չշփվել, այսպես սոցիոֆոբի ժամանակին կային բիսեդկաներ, չէ՞, այսինքն այդ բաներ ամառային տնակների պես, որտեղ մարդիկ գնում են շախմատ, նարդի, դոմինո, խաղեր էին խաղում։ Ես 7-րդ մասիվում եմ ապրել իմ ոնց որ մանկություն, պատանեկություն, երիտասարդությունը, այնտեղ միշտ լիքներ խաղում էին, իսկ հիմա առանձնապես այդ ակտիվությունը գոյություն չունի, ասիկան ամեն բակում կար մի հատ բան, մարդիկ շփումը կա, բայց քանի որ նաև կյանքի ռիթմն արագացել, այսինքն այստեղ մարդկանց դե միան տեխնոլոգիաներն են, չէ՞ որ տեխնոլոգիան կա մարդիկ անենում, մարդկանց մոտ շատ ավելի շատ հասանելիություն լինելու դեպքում նաև ու այդ հեշտությունը բերում է բանին, այդ քչով, ոչ թե քչով, այլ հեշտով բավարարվելուն, որտեվ այդ միտքը սկզբում որ ասում էի կիսատ մնաց, ուղեղը քանի որ ամեն ինչի վերջո ուղեղի հաճույքի համար արվում, քանի որ այդ հաճույքի ճանապարհները հեշտանում են, այլ ապա ուրիշ աղբյուրներ փնտրելու իմաստն էլ առանձնապես չկա, այսինքն եթե առաջ ոնց որ տանը մենակ մնար ինչ էիր անելու, իսկ հիմա հեռախոսը կա, կարող ես խաղալ ու դա բակում երեխաների քանակից դատելով կարելի է հասկանալ, որ այդ խնդիրը կա։ Շատ լավ, իսկ մեր կրթական համակարգը ձեր կարծիքով ինչքանով է մարդուն տալիս գիտելիքներ եւ գործիքակազմեր աշխարհը ճանաչելու։ Օրինակ երբեմն ինֆորմացիան այնքան բարդ կարող է լինել, որ մարդը հիասթափ է այդ ուսումնառությունը ստանալուց։ Ես նկատի ունեմ ոչ միայն սեփական երկիրը ճանաչել են, ինչ որ դուք ասացիք, այլ աշխարհը ճանաչել, չգիտեմ, հետազոտել տեխնոլոգիական նորարարությունները հասկանալ, ինչպես կարող ես կիրառել, եւ այստեղից էլ գալիս է նաեւ իդեպ IT համայնքի առաջ ծառացած են խնդիր, որ արհեստական բանականությունը եկել եւ լիքը մարդու տուն է ուղարկել, որովհետեւ ինքը ձրի կամ շատ ավելի էժան այդ նույն աշխատանքը անում է եւ լիքը մասնագետներ դառնում են չպահանջված, ես այդպիսի շփման հնարավորություն ունեցել եմ։ Կրթական համակարգ եւ արհեստական բանականություն մրցակցությունը ինչ եք դուք տեսնում այդտեղ։ Ես այդտեղ տեսնում եմ ոնց որ տեխնոլոգիաների զարգացման հերթական փուլ, երբ օրինակ մեքենաները հայտնվեցին, չէ՞, ասենք։ Նույնիսկ այդքան դարակազմիկ, հա, բան է։ Ահա, ինքը աշխատաշուկան միանգամից կփոխվի, մեքենաների հայտնվելու են Սևանի օրինակը, որ ասենք ոչ թե մարդիկ հարստացան, սկսեցին Սևան գնալ, այլ մեքենա ձեռք բերելը այնքան հեշտացավ, լոգիստիկան աշխարհում այնքան հեշտացավ, որտեվ եթե նայենք 50 տարի առաջ ինչքան մեքենա կար աշխարհում ու հիմա ինչքան կա, ուղղակի լոգիստիկան հեշտացել է աշխարհում։
Միգուցե ավտոյի գինը չի նվազել, բայց ինֆլյացիան այնքան շատ է, որ ավտո ձեռք բերելն է շատ ավելի էժանացել ու հեշտացել, մարդկանց համար հիմա պայմանական ճամփորդելը միջին խավի համար շատ հեշտ գործունեություն է։ Այսինքն միջին ընտանիքը, միջին խավի մարդը կարողանում է ճամփորդել ու մեր օդանավակայանը դրա վառ օրինակ չէ, որ ասենք թռիչքները այնքան խիտ են, որ արդեն նորոգություններ բերելու հնարավորություն առանձնապես չի լինում։ Իսկ եթե կա արհեստական բանականություն, ինչու սովորել։ Եկավ արհեստական բանականությունը, լավ, եկեք սրանից սկսենք։ Հիմա իմ սիրած խոսքերից մեկը, որ ես ասում եմ ուսանողներին, որ համալսարանում առաջին կուրս դաս եմ տալիս, ասում եմ, ինչ էլ ես հիմա ձեզ բացատրեմ, կգտնվի ինտերնետում մի հատ վիդեո, որտեղ 12 տարեկան չինացին ավելի լավ կբացատրի ու ավելի լավ կանի։ Ու նույնը սկսած դաշնամուր նվագելուց ցանկացած գործունեություն։ Այսինքն հիմա ինտերնետում կգտնես 12 տարեկան չինացի, որը Արամ Խաչատրյանի ցանկացած ստեղծագործություն կարողանա իդեալական նվագել։ Ինտերնետում ամեն ինչ կա, ինտերնետի շնորհիվ ամբողջ ինֆորմացիան հասանելի է։ Արդյոք մենք դրանից օգտվում ենք, թե չէ։ Այն մարդիկ, որոնք օգտվում են, ֆենոմենալ հաջողությունների են հասնում։ Օրինակ ես այդ մարդկանցից եմ, որոնք ինտերնետի տված հնարավորություններից շատ եմ օգտվել կրթվելու նկատառումով։ Ու դրա համար ես հիմա շատ ավելի շատ բան եմ կարողանում անել, քան թե եթե ինտերնետը չլիներ։ Ավելի մրցունակ։ Իսկ ինչքան մարդ է դրանից օգտվել։ Արդյոք մեր հասարակության 50%-ը ինտերնետ օգտվում է կրթվելու համար, թե ուղղակի ժամանցային նպատակների համար, կոմունիկացիա շփում, որը նույնպես կարևոր է, բայց ChatGPT-ին կարելի է կրթության միջոց համարել։ Նույն ձևի ChatGPT-ին հիմա գալիս է, բայց եթե դու ուզում ես ինչ-որ լավ բան անել, ինչ-որ բան ստեղծել, ինքը շատ լավ օգնական է, որ ասեցիք բանը ծրագրավորողները մնացել են գործազուրկ։ Մի հատ եկեք հասկանանք, իսկ այդ գործազուրկները որտեղից, ծրագրավորները որտեղից առաջացան։ Ցավոք սրտի իմ տարիքակից սերնդի համար ծրագրավորումը միակ միջոցն էր նորմալ փող աշխատելու եւ ապրելու։ Ծրագրավորող դարձան այն մարդիկ, որոնք պայմանական դառնալու էին մաթեմատիկայի ուսուցիչ, ֆիզիկայի ուսուցիչ, պատմության ուսուցիչ, քիմիայի ուսուցիչ, նույնիսկ պատմության ուսուցիչ, հա, մի զարմացեք, այո, վերավորակավորվեցին, դարձան ծրագրավորող։ Վեբ կայքերի HTML կոդերը, բանը, CSS-ները հավաքող, չէ՞, բոլորը այդ մեծ հոս գնաց։ Դրանից տետե ոլորտը շահեց, բա հանրակրթությունը տուժեց, չէ՞։ Հիմա լրիվ բնական, այսինքն պետք չի տեղից ասել, որ մնացին գործազուրկ, հիմա էժան աշխատանք էին կատարում ՏՏ ոլորտի համեմատ, հիմա իրանք մնալու են գործազուրկ ու տեղել IT ոլորտի համար շատ մեծ խնդիր հիմա կա, թե ինչպես մտնել ոլորտ։ Հիմա ցանկացած փորձառու ծրագրավորող ասում է, եթե ինձ կրծեր օգնական պետք չի մի մարդ, որը 10 տարվա փորձ չունի ու գլոբալ հարցեր չի կարողանում լուծի։ Հիմա գալիս ենք սրան, եթե 10-15-20 տարի ՏՏ ոլորտ մտնում էին մարդիկ առանց մաթեմատիկայի իմացության, ու մենք կոտորվում էինք համասանում ասելով սովորեք այս մաթեմը, որտեվ ի վերջո սա է ձեր մասնագիտությունը, ոչ թե HTML կոդեր հավաքելը կամ այդ ստից կոդեր գրելը։ Ասում են չէ, քանի որ ավտոմատացված չէր, պետք էր անել էլի այդ ամեն ինչը։ Մի հատ կոպիտ օրինակ բերեմ, եթե հիմա ասենք շատ ենք խոսում Երևանի փոշոտ լինելու, չէ՞։ Եթե հիմա հստակ որոշվի, որ պետքա մի շաբաթից Երևանը մաքուր լինի, որոշում կայացվի, ո՞րն է մոտեցումը։ Բոլորիս, չէ՞, պետք է ասեն ինչքան փող եք ուզում, որ փոշեկուլ ավելը ձեռքներդ վերցնեք, ելնեք փողոց մաքրեք։ Ուրիշ լուծում չկա մի շաբաթվա կտրվածքով։ Մնացած բոլորը խնդիրը դե կլուծվի, եթե բոլորս գնանք ու սկսենք ավլել, բայց դրա համար դուք ինչքան փող կուզեք։ Ձեր հիմիկվա աշխատավարձի չափ մի բան էլ ավել, չէ՞։ Ես էլ շատ փող կուզեմ, այսինքն շատ ավելի թանկ ռեսուրսներով հնարավոր կլինի այդ խնդիրը լուծել։ Բայց ինչի ասեցի ես օրինակը մոռացա։ Արհեստական բանականությունից ենք խոսում, ինչքան վե չէ, բանը, բայց քանի որ այդ ֆունդամենտալ կրթությունը, այդ մարդիկ բանը չեն ստանում կամ ստանում են այլ ուղղությամբ են դատարկություն եկավ, հիմա այդ բանա ոնց որ վերադառնում է մասնագետներն են մնում ոլորտում։ Մենք այդան քաղաքամաքրցինք, չէ, ինչ որ լուծում տվեցինք, ուրիշ ոլորտները եթեր չկար, այլևս Ռոբերտի
ամենօրյա եթերները չկան, ես համասարանում դաս չի անում, որովհետև մեր բակն է ավլում։ Չէ, այսինքն կանգնեց, հիմա կրթությունը այդ դրա բացասական էֆեկտը ստացավ, այսինքն ունակ կադրեր շատ մեծ քանակությամբ արտահոսք եղավ ու դրա համար, չէ, զորական թվականներին դպրոց մտնելու համար ոնց էր ծանոթով, չէ, այսինքն ինչ բոլորս պատմություններ գիտենք, թե ինչեր էր լինում, որպեսի փող, բան այդ ամեն ինչ պիտի տար, որ դպրոց մտներ, որտեղ դպրոցում մասնագետ բան չկար, ոնց որ տեղերի համար, դա փող աշխատելու միջոցեր մի խավի համար, որը ուրիշ տեղ չէր կարողանում աշխատանք անել։ Իսկ հիմա ինչ վիճակ ունենք։ Այսինքն հիմա կրթության խնդիրը ճիշտ եմ հասկանում, որ մարդուն գործիքակազմ տալն է գիտելիքներ քաղելու։ Այսինքն ոչ թե ինքը ունի գիտելիք տալու մենաշնոր, որ գիտելիքը իմ դասագրքերում է, իմ լաբորատորիաներում է, արի դպրոց, արի համալսարան եւ սովորիր, այլ տալ գործիքներ, որ մարդը կարողանա քաղել այդ գիտելիքները, թե մենք հələ այդ աստիճանին չենք հասել, այսինքն on-line դարանները այդքան զարգացած են, մարդը կարող է այդ ճանապարհով գնալ, թե չէ։ Մեր կրթությունը նաև այդպիսի խնդիր դնում է իր առաջ, թե չէ։ Դե մենաշնորհի տրամաբանությունը։ Մեր ողբերգությունն է այդ կրթության փորձագետների, որոնք կյանքում երեխաների հետ շփվելով, երեխա չմեծացնելով եւ դրա ասենք երկար տարիներ աշխատանքի արդյունքը չտեսնելով պնդումներ են անում, որ արդեն ոնց որ գիտելիքը կարևոր չի, կարևոր է խան հասկանա ոնց օգտագործել, ինչ օգտագործել, ի վերջո որպեսզի դու կարողանաս գործիք օգտագործել, դու պետքա շատ լավ հասկանաս, թե այդ գործիքը ինչի համար է, ոնց օգտագործել։ Հիմա երկուս էլ գիտենք, չէ, ոնց խառատային հաստոցով մոմակալ սարքել։ Դնում ես, այնտեղ գործիք տանում ես, ինքը պտտվելով, հիմա ձեռներս տան ասեն սարքել, կկարողանանք, չէ։ Այս դեպքում մենք բոլորս հասկանում ենք, որ այդ արհեստավորին աշխատանքի հմտություն է պետք, այսինքն ձեռքը որպեսզի հասկանա։ Հա, մի քանի տարի հետո հաստոցները այդ գործը աշխատանքը կկատարեն, բայց մոմակալը ինչպիսին պետք է լինի, ոնց անել են, ամրությունը, որ մենք մոմակալ սարքենք, կարող է մոմը դնենք, չէ, մի քիչ մոմը շուռ գա, մոմակալը հետը շուռ գա, չէ, լիքը հմտություն։ Դեր կան, որը պիտի դու կարողանաս հասկանաս։ Տեխնիկական չի էլի, այսինքն նույն ձևի գիտելիքը զորել։ Մենք գրել ի վերջո պետքա իմանանք, թե չէ։ Թե համակարգչով գրելով ի վերջո պետք չի գրել ստացվում։ Ես չգիտեմ, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց ես մի հստակ վտանգ ասեմ, որ մենք դպրոցում այնքան ենք կենտրոնանում գրիչով գրելու վրա ու արհամարում ենք համակարգչով հայատառ գրելը, որ մեր դպրոցական երեխաները անգլերեն տառերով, թեկուս հենց ինչ որ կայք մտնելու համար, ինչ որ կայքում խաղ խաղալու համար բան չէ, անգլերեն կլավիատուրային ավելի շուտ են սովորում, քան հայերենին, ու արդյունքում, երբ որ իրանք մի դառնում են դեռահաս, ոնց են իրար հետ նամակագրությունը գրում, անգլերենով, տրանսլիտով, չէ, գրում են իրար հետ, իսկ հայերեն գրիչը մնում է միայն դպրոցում։ Այսինքն սովորելը մի բան է, շփվելը ուրիշ բան։ Այսինքն կրթությունը այդտեղ խնդիր չկարողացավ լուծել, հա։ Ինձ թվում է պետքա մեր մոտ օրենքներ լինեն, որ ասենք ցանկացած հեռախոս, որ վաճառվում է Հայաստանում, մեջը հայերեն ստեղնաշարը, այդ ոնց որ հիմնարկի կարգավորումներով պարտադիր լինի, ու դպրոցում էլ պետքա այդ ամեն ինչը սովորեն։ Իմ տղաները 4-րդ, 3-րդ դասարան են ու հայկական ստեղնաշարի մասին ես որ ընդհանրապես տեղեկություն իրանք չեն էլ ստացել, բայց համակարգչով իրանք կարողանում են ինչ որ բաներ ման գալ, գտնել, օգտագործել, դրա համար մենք իրանց այդ վարժեցնում ենք հայկական ստեղնաշարին։ Մի քիչ շեղվեցինք, բայց դա ոնց որ այն նույն օրինակը, որ ասենք եկեղեցին պիտի մի քիչ համընթաց լինի, կրթությունն էլ պիտի համընթաց լինի, ու այդ գիտելիքները, միգուցե գիտելիքի ձևը փոխվել է։ Ձևը, այո։ Ստանալու մեթոդիկա նկատի։ Հա, ուղղագրությունը շատ կարևոր է, բայց հիմա ծրագրերը շատ բաներ ուղղում են։ Հիմա արդյոք ես չգիտեմ, հետազոտություն կա, եթե անընդհատ ծրագիր ուղղում ա դու սկսում ես արդեն սովորել, որ ճիշտ գրես, թե չէ։ Եթե կա, հիանալի է, եկեք օգտագործենք դա, ոչ թե այդքան ֆիքսվենք ուղղագրության վրա, երեխաները գրել ու սխալվել, բայց գնան տուն ընկերների հետ տրանսլիտով գրեն։ Եկեք բան անենք, էլի պլատֆորմ սարքենք, որտեղ երեխաները ցանկացած երեխա կարողանա գրանցվի դասընկերների բան գործի բանի հետ, միայն հայատար շփում լինի։
տեսեք, այս հարցը նաև ամփոփիչ է, կարող է այն թվալ կամ հնչել իբրև քարանձավային մարդուց բխած հարցը որ կտամ, բայց դուք մեկ զգացողություն չեք ունենում, որ այո, լավ է տեխնոլոգիական զարգացումը, լավ է աշխատավայրում գտնվելիս սեփական հեռախոսով կառավարել քո տանը գտնվող տեխնիկաները, հեռուստացույց, չգիտեմ, սառնա եւ այլն, եւ լվացքի մեքենա եւ այլն եւ այլն, բայց մեկ անձամբ իմ սուբյեկտիվ ընկալում այն է, որ տեխնոլոգիաները այնքան են մտնում մեր կյանք, որ այդ հասարակ կյանքով ապրելը կարոտում ես էլի, որ չգիտեմ, կար ժամանակ, երբ որ դու ուղղակի կարող էիր պարկել եւ հանգստանալ։ Հիմա դու չես կարող պարկել եւ հանգստանալ, որովհետեւ կա հեռախոս, կա հեռուստացույց եւ այլն, դրանք գրավում են քեզ։ Այ ձեր կարծիքով տեխնոլոգիական զարգացումը կգա անթույլատրելի մի կետի, երբ որ մարդը զրկվում է այդ հասարակ կյանքով ապրելու հնարավորությունից, թե պետք է հաշտվել նրա հետ, որ դա մի 20 տարի առաջ էր կամ 15 եւ այլ դարաշրջան ենք տեղափոխվում։ Դեք ձեր դիրքորոշմամբ ոնց որ պահպանողականությունը կա, որ 20 տարի առաջ էր նորմալը, հիմա աննորմալ է։ Հիմիկվա սերունդի համար էլ հիմիկվան է կարող է նորմալ լինել։ Մեր օրինակ իմ ու ձեր պապիկների լրիվ ուրիշ կենցաղային պայմաններում են ապրել, ուրիշ խնդիրներ են, չէ՞, լուծել, ասենք օրինակ ես հիշում եմ պապիկս պատմում էր, երբ որ առաջին անգամ հեռուստացույց է տեսել, նա զարմացել է ինչպես կարող են մարդիկ Երևանում երգել, ապրել, իսկ ինքը լոռու մարզում դա տեսնի ինչ որ մի արկղի մեջ։ Հիմա դրա իրան ժամանակ էլ դա էր, չէ՞, տեխնոլոգիական ուղղակի այն ինչ որ մենք տեսել ենք, ինչի ժամանակ մեր մտածողությունը ձևավորվել է ու կարծրացել ենք, այդ ամեն ինչը թվում է նորմալ։ Հիմա համարում ենք նորմալ, չէ՞, որ մեքենա կա, բոլորս նստում քշում ենք։ Կարգեր չեն, այո։ Հա, ինչ հարմար է։ Հիմա նույն ձևի մյուս սերունդի համար հակառակը։ Ուրիշ բան, միշտ կան վտանգներ։ Երբ որ ատոմային էներգետիկան, ոնց որ միջուկային ատոմային ռումբերը ստեղծվեցին, չէ, ատոմային էներգիան կարողացան ղեկավարել, երկու ճանապարհ կար՝ իրար ռմբակոծել ու գնալ խաղաղ էներգետիկա, չէ, ատոմակայաններ։ Հիմա երկուսն էլ արեցին, երկուսն էլ վերահսկողության տակ փորձում են նենց անել, որ աշխատի։ Բայց ամեն դեպքում, եթե մի միջուկային պետություն հասկանա, որ կարող է մնացած բոլորին ոչնչացնել, միգուցե օգտվի այդ առիթից։ Բայց քանի դեռ դա չկա ու խաղերի տեսություններում տենց մոդելները շատ բան են, էլի ոնց ու դիվանագիտությունը հենց դրա մասին է, որ ոչ մեկ չի ուզում թողնի, որ մյուսը ավելի շատ ուժեղանա ու ոչ մեկ չի թողնում, որ մյուսը մանան է, այսինքն այդ օպտիմալ մոդելներ կան։ Հա, ուտեղ մեր քաղաքական դաշտում, մեր այսպես լրահոսի օրակարգում այդ սխալ բանը որ կա, էլի մենք միշտ ռադիկալացնում ենք, կամ միայն այս պետությունը, կամ այս պետությունը, կամ սրա հետ լավ լինել, դու պետքա բոլորի հետ էլ լավ լինես, բոլորի հետ էլ վատ լինես, բոլորից էլ ակնկալիք ունենաս, բոլորին էլ տալիք ունենաս, որպեսզի դու կարողանաս այդ քո օպտիմալ դերը դիրքը տահել, իսկ ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին, որպեսզի ձեր այդ օգնեմ երեկո գիշերը շուտ քնեք, դա անխուսափելի է։ Քանի դեռ մեր տնտեսական մոդելը ոչ թե քրիստոնեական բարի լինելու եւ ներքին քո մեջ երջանկությունը փնտրելու մեջ է, այլ բանը, ասես նյութական աշխարհում ավելի շատ բարիք ստեղծել, ավելի լավ ապրելու մեջ է, տեխնոլոգիաները զարգանալու են, ամեն մի պետություն ամեն մի ոնց որ խումբ փորձելու է ստանալ տեխնոլոգիա, որը իրան կտա առավելություն, հնարավորություն ու այդ պայքարը հարատևա լինելու, մինչև կամ մենք մեզ չոչնչացնենք ի վերջո, միգուցե պատահաբար, կամ հասնենք Մատրիցա ֆիլմի վիճակին, երբ որ մարդը այլևս անիմաստ լինի, օրինակ հենց արհեստական բանականության դեպքում այդ հարցը առաջանում է, եթե արհեստական բանականությունը ամեն ինչ կարողանա անել, ապա այլ մարդ ինչու համար է պետք։ Եթե նա սովորել է ամեն ինչ եւ կարող է բոլոր հարցերին պատասխանել, մարդը ինչու տառապի դպրոցում 10 տարի, մի 4-ից 6 տարի էլ համալսարանում ու եւ այլն։ Հարց է։ Մինչև այդ իրավիճակը չգա, մինչև չտեսնենք, ոնց է։ Հիմա լավ, հիմա փիլիսոփայական մի քիչ հարց տամ, եթե ավարտում ենք եթերը։ Հիմա ով է աշխարհում ավելի երջանիկ ապրում, կրթված, զարգացած 15 տարվա
բարձրագույն կրթություն ունեցած մարդը, որ ամեն օր մտածում ապագայի իրականության այս ինչա կատարվում մասին, թե կրթություն չունեցած խաղամոլ մեկը, որը միակ դառնա, ոնց այսօր փող ճարի, որ վաղը գնա, խաղադրույք կատարի, յոլա գնա։ Ունեք հարցի պատասխանը։ Ես հուսով եմ, որ առաջին տեսակը դեռևս ավելի երջանիկ է ապրում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սմբատ Գոգյանին։